Գայյուղում ենք հիմա անկերներ, Էլմիրա հորեղբորկինը և նրա եղբայրներ Սուրենն ու Արթուրը որոշել են նրան այսօր ուրախացնել։ Այս դոլարների մեջ կա իսկական, որը պետք է մեր Ագապի քույրիկը գտնի։ Եթե չգտավ, հետ ենք տանել։ Իմ կարծիքով հենց իրանք էլ են ջերմոտ։ Դե բիբարները կա, քանը ջրելու համար, ինչքան ջուր է պետք գալի։ Դե լայքի։ Չէ, այսինքն դուք գիտեք, այնքան ասում եմ լայքեք, 20,000 պրասմոտար ունենք, 200 լայք։ Միթե ես էլ կասեմ, էլ չեմ ասի։ Ողջույններս իմ սիրելի եւ հարգարժան հետևորդներ, հետևեք մեզ, որովհետեւ մենք հիմա եկանք հասանք արդեն Գայյուղում ենք հիմա անկերներ։ Առաջվա անունը չեմ հիշում, թե չեք ասեի, բայց ներկայիս Գայյուղում ենք եւ այստեղ եկել ենք շատ մեծ ու հարգարժան սիրո համար։ Եկել ենք քույրիկի ծննդյան օր շնորհավորենք։ Այսօր Ագապիի ծննդյան օրն է եւ նրա հորեղբոր ընտանիքը Էլմիրա հորեղբորկինը և նրա եղբայրներ Սուրենն ու Արթուրը որոշել են նրան այսօր ուրախացնել։ Մենք էլ եկել ասել ենք Գայյուղ, այո, հենց այստեղ է նրանց տունը, եկել ենք լուսապայծառ առավոտով, որպեսզի ուրախացնենք Ագապին, սիրված քույրիկին, նա ուրախ զվարթ իր ծննդյան օրը անցկացնի և լավ օր ունենա։ Հիմա քիչ հետո մենք կթեքվենք ձախ և կգնանք ուղիղ օջախը Սրբազան հայոց, որ շնորհավորենք քույրիկի ծննդյան օրը եւ քույրիկը, բայց ոնց որ ստից չէ, էլի կա, չէ՞ նա, էլի աչքից է գետում։ Ես մի փոքր խառնվեցի իրար, բայց դա խնդիր չի ընկերներ, ահա, հենց այստեղից ձախ ենք անում, գնում ենք, գնում ու այնա աչի առաջ տունն ալնում կամ երկրորդ, չէ, ձախի առաջ կամ երկրորդ տունն ալնում։ Նկատենք, որ Գայյուղում նույնպես ջերմատներ շատ կան, այստեղ մարդիկ աշխատասեր են, ստեղծագործ եւ այստեղի բերքն ու բարիքը ամբողջ Հայաստանով է հայտնի։ Երբ որ դուք մտնում եք սովորական խանութ եւ գնումներ եք կատարում, իմացեք, որ հենց այս գյուղի բերք ու բարիքից կա ձեր սեղանին։ Մեր հայոց բերք ու բարիքը, ընկերներ։ Իմ կարծիքով հենց իրանք էլ են ջերմոտ, այս իրանց ջերմատաներն է, նկատենք, այդպես այն տունն է։ Այս աչի վրայի տունն է լինում Վարդան։ Եկանք եւ սիրուն հասանք այս տանը, այս տունն է հենց, այս տունը Վարդան։ Այնա դուրն էլ են կողմից է, բա ոնց անենք մենք։ Ֆռամ գամ, կայնեմ, չէ, մի անգամից կազմակերպած իշտենք եւ կխնդրեի քեզ դոլարների տեղը ասես։ Հա, Էլմիրա Ագապի, Սուրեն Արթուր։ Սուրեն եղբայրը իր ընտանիքով գտնվում է Ամերիկայում։ Մի խոսքով ԱՄՆ-ի անակնկալ է սա, Ամերիկայի Միացյալ Նահանգների նահանգային անակնկալ է Գայյուղում եւ ես նկատել եմ, որ Գայյուղից շատ մարդիկ կան, որ Ամերիկայում են ապրում։ Դրա համար մենք հենց այսօր այստեղ եթե դրոն կարողացանք բարձրացնել, կբարձրացնենք Գայյուղը, ցույց կտանք թռչնի բարձրությունից, որպեսզի մեր ամերիկաբնակ Գայյուղի հարգելի հետևորդները վայելեն իրենց գյուղի գեղեցկությունը եւ գարունը։ Տեսեք, ծաղկել են ծառերը։ Ծաղկած ծառեր են եւ հիմա մի հոգի թեկուզ գտնենք, համոզվենք, որ ճիշտ ենք եկել, մտնենք տուն։ Այն էլ չկա մի հոգի, բոլորը աշխատում են, դաշտերում են, Վարդան։ Ինչ մի հոգի գտնենք, չենք կարա։ Լավ, ես մեկ բան մտածím, Վարդան։ Գնամ կայնեմ Էյանը։ Այսինքն, այն կողմից լուսամուտ չունեն, շատ լավ է։ Կանգնենք, կայանենք այստեղ մեքենան, հա։ Այստեղ կայանենք մեքենան։ Իանալի։ Հիմա իշտենք ու սկսենք մեր գեղեցիկ օպերացիան, ընկերներ։ Հա, այն դոլարները։ Ընկերներ, մենք բերել ենք հսկա վարդեր սիրված քույրիկին, որովհետև սերը մեծ է։ Ինչքան մեծ է սերը, այնքան մեծ են ծաղիկները։ Դու գիտեիր, Վարդան։ Իմ բոյն է։ Երբ որ սերը շատ է, հարգանքը շատ է, հետևաբար ծաղիկներն էլ են մեծ ու ահռելի գեղեցկությամբ համակված։ Բուրավետ հոտ է գալի Վարդան սրանցից։ Գառնան հոտ է գալի։ Ախ իմ արև, ահագին ժամանակ կլներ, ես ծաղիկից հոտ չէի առել, հել հոտ քաշ։ Այս դոլարների մեջ կա իսկական, որը պետք է մեր Ագապի քույրիկը գտնի։ Եթե չգտավ, հետ ենք տանելու։ Ճիշտ է, ես Սուրենին, Արթուրին չեմ ասել, եւ մեր տիկին Էլմիրային, բայց եթե չգտավ, հետ ենք տանելու։ Եվ դա կլինի
Մեր բաժինը։ Որտեղ կլեն առաջարկը երկրորդ։ Բարև ձեզ։ Ձեր անունն է Ագապի, հա։ Ագապի ջան, այսօր ձեր ծննդյան օրն է, մենք եկել ենք շնորհավորենք, ոչ չվախեցաք։ Տեսակ բա ամենում ենք եկել ենք ձեզ ուրախություն բերենք, այդպես ժպտացեք միշտ, բա ուր են ընտանիքի անդամները։ Դե ոչինչ, կարևորը դուք եք այստեղ, մենք ձեր համար ենք հատուկ եկել ենք որ լավ օր սկսեք, ձեզ լավ օր ենք բերել, էլի, գեղեցիկ օր, Ագապի ջան։ Շնորհակալություն։ Ձեր համյամցեք է շնորհավոր, համի ձեր գեղեցիկ ծննդյան օրը շնորհավոր, այս գարնանային լուսավոր օրը դուք ունեք լուսավոր անակնկալ, բայց հələ չեմ ասում ում կողմից է։ Հա։ Չասեմ, չէ։ Չեմ ասում։ Մի քիչ, հա, վերջում, բայց դուք պետքա տարբերակներ ասեք, նոր ասեմ։ Հա։ Դե հիմա այն պահն է, որ պետքա երազանք պահեք, ձեր օրը այս պահից սկսած էլ ավելի հարստացած շարունակվի, որովհետև այսօր ձեր օրն է հենց։ Ահա։ Հիմա պիտի փչեմ։ Մարդ կա։ Ծապտվող ունենք։ Անշախպեր, այն եկան բոլորը, բարև, հազար բարին։ Դե հիմա նայեք ինչ ենք անում, երազանքա պահում փչի ու ծափեր հնչի։ Ծափերն էլ ձեր կողմից է լինելու, էլի դուք եք ծափերը տալու։ Ես ճիշտ եմ նկատում ձեր ամուսինն է։ Ամուսինս սկեսիրս։ Հա, շատ են տեսեք, ինչ բարի են նայում։ Ուրախացել են, աբո, լավ արսիկ եք, դե մեր երազանքը պահեք չեք։ Ուրել կյանքը քեզ տանի։ Կարե։ Ես քաղցրությունը ես եմ տալիս։ Հա, էսի ձեր, հələ չեմ ասում կողմից, դե լասեք կողմից կինը։ Դուք շատ սիրված եք, հարգված, ոչ միայն հարսիկ, այլև էլի մեկ պաշտոն կա, որտեղ էլի հարգված եք շատ։ Երկնային պաշտոն այդ, հա։ Չէ։ Էն էլ, հա, վստահ եմ, որ շատ են սիրում, բայց չէ։ Հուշում եմ անում, նայեք։ Օրինակ Հայաստանից չի։ Հա, կարող է Սուրենն է։ Էլով։ Արթուրը։ Էլով։ Էլվիր Տոտաս։ Քեզ շատ են սիրում քո եղբայրները եւ Էլմիր Տոտատ քեզ շատ սիրում են։ Շփտում են քո աչքերը երջանկությունից, այսքան մաքուր։ Առողջ լինես, լավ լինես, այսօրվա ամբողջ օրվա նպատակը այն է, որ դուք ուրախանաք, իրաց ուրախությունը զգաք։ Իսկ հիմա, նայեք, ես գնում եմ, վերցնում եմ այս փոքրիկ վարդերը, տամ ձեր ամուսնուն, ու հիմա ուշադրություն, հիմա կարևոր պահա, սիր առատ պահա։ Դառնում է ձեր եղբայրները ու նվերի ծաղիկներ, տվեք տոկսը։ Մի պահեք, որ սիր Ում են հարկավոր, այս աշխարհի կանցերը երջանիկ են, որ շփտում են քո աչքերը, թող քեզ կարոտով, գրկեմ ամուր։ Հա, մի հատ էլ ամուսին գրկի, հա։ Ում են հարկավոր, այս աշխարհի կանցերը երջանիկ։ Իսկ հիմա պահը հասա փորձության։ Հիմա նայեք ինչ ենք անում։ Ես հիմա բան եմ ցույց տալու, բայց կեսից շատը մեծ մասը անիրական է։ Մի հատ իրական բան կա սրա մեջ։ Պատրաստ եք այս փորձությանը։ Հա։ Պետք է գտնեք իսկականը, դե։ Գտեք։ Բայց քանի հատ հաշվենք, դու ասա։ Որ չգտավ հետ ենք տանում։ Հա։ Կգտնես, չէ՞։ Ագապի քույրիկ։ Ինքույրիկի անունն էլ է Ագապի։ Հա, բա։ Դե այս բացեք, հա, բացեք, թող Աստված տա, այս ինչի համար եմ բերել, որ այսինքն ունենաք իսկական, շատ ունենաք, ասած։ Իսկականը գտնեմ։ Հիմա ման ենք, 5 հատ եմ հաշվում։ 1 2 Չգտնեմ։ 3 4 Ոչ չկա։ Հա։ Ընկեր Ագապի։ Էսա։ Էսա գետավ։ Թաքցնում եմ աչքերս ու սիրտս լցված։ Այսօր գիտենք, որ գնում եք կինո դիտման, ռոմանտիկ, ձեր ամուսինն է։ Ինքն մտածել, շատ լավ բան եք մտածել, դե ձեզ լավ օր մենք գնում ենք Երևան, ընդ կհանդիպենք կինո դիտման, հա։ Չէ, անշարեք դուք, ձեզ լավ օր, ձեր մեկանցիակներ շնորհավոր։ Լավ սկեսուր մայրիկ ունեք, էլի բարի հայացք ունի, հա։ Սերն է այսօր ջախում, հա։ Նկարեցիր սկեսուր մայրիկին։ Դե մի հատ էլ գրկեք, էլի։ Մամուզում եմ ես առաջվա պես օրոր ասես
Աշկերով անայմ, շատ երջայ հելնդե աշկերը փայլում է։ Դե ձեզ լավ որ միշտ այսպես սիրով լինեք, օրինակելի ընտանիք, այսպես պետք է լինեն։ Հարցն ու կիսուր իրար նայեն աշկները փայլի, հա, թե չէ ուրիշ տեղեր դնում են կիսաբաց լուսամուտման թարգեք, սիրեք իրար։ Սերն է կարևոր։ Այս աստիճանները շատ սիրուն եք սարքել։ Բայց արդեն երևում է որ սիրուն է։ Ձեզ լավ որ ոտներս խերով ձեր օջախ։ Այս ջերմոցները քո նայ ախպեր։ Բա ի՞նչ է մեջը։ Հիմա ես ուզում եմ մեր Գայ յուղի բնակիչների աշխատասիրությունը ցույց տալ։ Սա բացառություն չի, մենակ Էսի արդեն կապացուցի Գայ յուղի Օ, բիբարները կա։ Արդեն բիբարները կան։ Այս ջրել, բան կաթիլայնով ես ջրում ախպեր։ Լսի, բայց էսի քո ձևով ես արել, թե տենց են անում հիմնականում։ Հիմնականում տենց են անում։ Հա։ Այդ շատ շլանգները արված է, որպեսզի ռեհաններն էլ ջրվի։ Հա, բայց եթե ռեհանչելները շլանգներ չեր լինի։ Չէ, մենակ հուսի մոտինը կլներ։ Եսի որ պոկեմ չի փչանա, չէ։ Ահա մի լաստայել հետները դնեն։ Չէ։ Ես ուզում եմ հենց sense մտ ուտեմ։ Ռեհանը շատ առողջ է, չէ։ Ախպեր, գիտես ինչ է ինձ հետաքրքիր։ Տես այս կաթիլայնին որ անցում ես կատարել։ Ինքը արդարացնում, ահա։ Այսքան օրինակ Ժամանակի կորուստ չենք ունենում։ մոտավորապես նայ։ Հիմա գյուղատնտեսություն ենք անցել։ Քույրիկի սիրուց անցանք գյուղատնտեսություն, որովհետև հողի հանդեպսերը եւս շատ սուրբ է ու կարեւոր։ Հիմա նայ, այս որ անցել ես այս կաթիլայինին, մոտավորապես այսքանը ջրելու համար, ինչքան ջուր է պետք գալի։ Ահա, ջուրը Լիտրով էլի մոտավոր։ մի 2-3 տոննա։ 3 տոննա։ 3 տոննայով այսքանը, բայց լավ է, չէ։ Նորվա սեզոնին քիչ։ Հա, բայց հիմա ասենք լավ է, չէ։ Տնտեսում եք ջուրը։ Հա, ոչ կաթիլայինի դեպքում մի 20-30 տոննա։ Ու ժամանակը, ասենք դու պետք է բացես, փակես, ջրես։ Էսի։ Հա, առուներ պետք է։ Այսինքն մաքուր վիճակ է, էլի կար բացի ջրեց, հա։ Հիմա որ բացեն կգա, թե բանը։ Մանասոսը միացնում ես ու գալիս է ջուրը։ Այսինքն այս տեխնոլոգիային շատերն են անցել։ Ամբողջ, հա, ամբողջ գյուղատնտեսությունը։ Մի ախպերս մենք հələ տուն չենք այդում։ Չէ, ոչ կտանակ հետները։ Ախպերս լսի ցավը տան, չէ տուն ախր բան կել, էլի չանա ափսոս է, անկեղծ Տելեֆոնի մեջ կդնենք։ Բա ինջեմոս մտածում պետք է դատա չի տա։ Բա իմանա չէի մտնի ախպեր։ Էս ինչ է, լավ դու գոնե քիչ կա ախպեր, փչացնելու ենք, հա։ Ես սրանից լավ եմ զգում, ախպերս։ Այ լավ զգալ պայրը նկարի վարդան, այդպես ոնց է խաղում։ Այնտես աշխատասիրությունը, ես անընդհատ գովում եմ, ես Էսի կանաչն է։ անընդհատ գովաբանում ենք, ես հիմա տենում ենք։ Կենթանի իրավիճակ է հիմա, որ թե ոնց են աշխատում մեր Արարատյան դաշտավայրի հայրենակիցները։ Կիս պողոքնա աստուկենա մեր վենեկով մենք է բարսում ատուր հայավտով Այս արմատներն էլ կարող եք կտրել տնգել։ Որ կտնենք տնգին կաչի, Ծաղիկի նման կտրում տնգում եք, ջրում եք, աճում Հա։ եք, դառնում ասեն զրեհան։ լսարմամ։ Հեսա նա տելեֆոնի մեջ դնենք։ Ու լավ է շոկ հաստը, ախպեր, բացելու վախտը չի։ Բացածա ու հələ շոկա տենց։ Այս ջերմությունը պետք է։ Հա։ Ես վերջի անգամ երբ ես ջրե։ 3 օր առաջ։ Իսկ այս բաները, ասենք այդ կաթիլայինի համակարգեր շուտ են փչանում։ Նու ես տարին մի անգամ փոխում եմ։ Տարին մի անգամ։ Մարդկա Բայց մետրը ինչքան է այդ բաների։ Էժան կոպեկներ է։ Հա։ 1000 մետրը 8000 դրամ։ Մո կոպեկ է, իսկապես կոպեկ է։ Ու ինքը էականորեն խնայում է, չէ՞, բան տնտեսում է ջուրը։ Հետ պարտանքներն է խցանում, խցանումը լավ չի ջրում, դրա համար պետք է փոխես, որ Հա։ ուսդ մեծ տոպրակ վերցնեմ գա։ Այսինքն պարտադիր չէ՞ էլի որ ճղվի։ Ինքը կա Չի ճրվում ինքը։ պրոստ քծիբություն չանելու համար փոխում ես, պստում ես, հա։ Որ լավ ջուր է։ Հա, շատ ես առաջ անգամ էի sense որ կաթիլայինից այդքան հարցեր տվեցին, ում հետաքրքիր էր յուղատնտեսական ընկերներ, մեր տեսանյութերը բազմազան են։ Մենք կոնկրետ մի ուղղություն չունենք, հիմնական ուղղությունը իհարկե ուրախացնելն է մարդկանց անակնկալներ անելը, բայց դրանից զատ գոյություն ունի կյանք, որի կողքով անտարբեր չպետք է անցնես։ Պետք է ուշադիր լինես, տեսնես քո Հայաստանում, քո հայրենիքում, ինչպես են մարդիկ հացի փող վաստակում եւ ինչ աշխատասիրությամբ են աշխատում։ Նույն լայքի։ Չէ, այսինքն դուք գիտեք, այնքան ասում եմ լայքեք 20000 պրասմոտր ունենք 200 լայք։ Միթե ես էլ կասեմ, էլ չեմ ասի։ Մի քիչ շուտ գայիք բերքահավաքի մասնակից դառնալու։ Դե այն այղանք էլի։ Չէ, բիբարը այսօր Բիբարը առաջին անգամ, հա, քաղի ճամփի շուկա։ Գնաց, այն մեքենայի մեջ բարձված է, կլենտեր։ Ուրեմն մենք ընկերներ Գայ յուղից գնում ենք Ռեհանով։ Գիտես չէ, Ռեհանը շատ առողջ է, մանավանդ Հայաստանի Ռեհանը։ Ցանկություն կունենաք։ Ես արդեն անենց էլ լավ տեղ է տունը, հաստատ չեմ մոռանա տան տեղը։ Մեծ սիրով, դե։ Հե՞։ Չէ, հենա ավտոնդեն պահե, որ հանկարծ չտենային։ Դե բարեկամս, քեզ լավ օր։
Շնորհակալ ենք լավ դիմավորելու համար։ Այդ էս այն որ է փողը տվի իմ, ամեն օր այդքան բերեն տան ախպեր։ Բան է, կալոդ է էլի, իսկական է։ Լավ, լավ։ Լավ դուստան, լավ։ Ընկերներ, եկել ենք իմ բանակի ընկերոջ մեծ աղբոր մոտ, ով աշխատում է թունակիմիկատների խանութում։ Գնանք։ Քո մոտ գիտես։ Բարև ձեզ։ Հեսա զանգում եմ տուն, ցուցակ ասեն առնեմ տանեմ։ Ինչի ցուցակ է։ Բան էլի ես մշակա բույսերի։ Ոնց ես։ Բարև ախպեր։ Նկարում եմ քեզ, հա, նկարում եմ հիմա, գիտես, չէ։ Վարդանն Ասել եմ, հա, Վարդանն է, բա, Վարդան նկարում է։ Կադրից դուրս ես թողում յան։ Հենա հիմա էլա դուս էլի։ Հա։ Մամ։ Էլե դու մամային տենամ է գյուղատնտեսական ինչ թույներ պետք է բերեմ, թույնենք մեր այգին։ Հա, մամ, ինչ թույներ պետք է առնեմ, հլաս, ես հեշմեածին եմ Էդոյի մեծ աղբոր մոտ, պապայի, էլի։ Բան ես առնել, Ստյուպ ջան, մի հատ ծառերը… Բարևում են նախ, հա։ Ես տասնեջի։ Հա։ Ծառերը չի ծաղկի այդ նյութը, որ չենք վրան։ Բողոջացա, թե չէ։ Բողոջացա։ Բողոջաց է, այո։ Ծաղկած է, էլ արդեն հաշվը։ Ծաղկած է, լա, Չէ, բողոջաց է։ Ծաղկած չի, մենակ բողոջ է։ Միայն բողոջ է։ Միայն բողոջ է։ Այո։ Դրանից ինչքան վերցեմ, մամ։ Դա մի փոքր բաղջա է։ Քանի լիտր է խսրես։ Այգի է մի փոքրիկ։ Փոքրիկ այգին քանի լիտր։ 30 լիտր, 40 լիտր ջրի։ Ոյքո։ Հա։ Հա։ Էդ ինչ փոքր է։ Դե բանը շատ ենք էլի, սրսման աշխատանքներ տանում։ Քանի ծառա։ Դա մե 15, հա։ Լավ, լվաց քո չես անելու։ Վեդրը Շատ 20։ 20 լիտր 15 ծառի։ Հա, 40 լիտրի տուր։ 30 թե 40 լիտրի մեծ աղբեր։ Քանի լիտր ջրի բանը։ 40 լիտրի համար տուր է։ Հաջողություն, քիչ չափսի ծառներ են։ Այլ արխոսա էլի, արխոսի։ Բարև ձեզ։ Այն է զուրցը։ Թո իրար հետ ճշտ է։ Մեծ աղբերն է։ Լավ։ Բրատնա։ Արի մենք ուսումնասիրենք ստե ինչ կա։ Նայ, էսի բանա։ Էսի sense ցուցափայտ է ընկերներ։ Գյուղատնտեսական ցուցափայտ, որը որ Արա, այս լսեմ ինչի չի գալիս։ Տես։ Դրա համար չի գալի։ Ճոգիր, Վարդան, ասես բացում ես։ Սրանով ինչ կարանք անենք։ Սա մաման ներվերը կուտի մեր մեծ ախորնային կան հարցեր կտա։ 30 լիտրի ծառերը սրսկելու։ Ինչ մեծ նաշնիկ է։ Էսի, բան է էլի ախպեր, էսի անցի բոյբոյա։ Որ բան ալում, նայ, տես ես ցույց տամ էլ ես ոնց է աշխատում, սպասում ես բոյբոյի դուս է գալիս, հոպ։ Հիմա մենք գտնվում ենք Հովտաշատի շուկային հարակից դեղի խանութում, այստեղ դեղ կարող ես գնել ու տանել դեղ անել, այո։ Դեղ անել է երբեմն բերքատու է ընկերներ։ Տնանք էլ ինչ հետաքրքիր բաներ կա, տեսեք, զարդչաստնոց, այս տեսանյութը գյուղատնտեսների համար է։ Շուշուտ գայի մոտ, թե չէ տորմուզ չի տալի։ Տվել եմ տորմուզ։ Գնանք դու կոֆեն դիր, հա։ Որտե են կոֆեն դնում։ Դեղերից դնեմ, ինչ որ դեղն է հետը լավ ելնում։ Գնում ենք ներքին իր, օֆիսային տարածք ենք եկել ընկերներ։ Էսի ստեղ։ Հա։ Էսի կոֆեի տեսականի ոնց։ Կոֆեի ժոկեյ ենք մենք խմում։ Ժակեի, կանյեշներ, իբյատա, հիմա ես ձեզ համար կդնեմ Հովտաշատի։ Չմոռանանք, որ հյուր եք։ Հա, Քո բարի մեջ եմ, էլի։ հա, էլի, ճիշտ ես շշում։ Հա, թե չէ ես արդեն ուզում էի ստե բանը կա փոխեմ։ Հիմա ընկերներ, մենք ատենք, որ ես, բայց կարող է մեր մեծ աղբերը խոսքի պեսոկով չի խմում, թեկուզ դժվար պեսոկով կխմի, չէ՞։ Որտան այդտեղ ճշտենք։ Դարը դնեմ, հետո ավելացնենք, հա։ Ստե ջուրը լավը չի ընկերներ, տեսեք, սպիտակավուն է։ Աշկաչափով կոֆեն, երբ պետք է միշտ դնես աշկաչափով, որ համով լինի, թե չէ համով չի լինի։ Աշկաչափով դրիմ 4 բաժակ։ 4-րդն էլ մեկը կգա էլ ոնց է չլինի, հա։ Հեսի էլա 2.5 կթալ, հեսի լավ 4 կթալ։ Մի քիչ էլ ավելացնում ենք, ահա։ Ապեր մերը չի մեկա, ինչ է։
Իսկ տալ այսինչ ենք անում, այսինչ, հետո կգա ման կգա գետալը հանկասի ուրա տենաս, միացնում ենք ու խարնում, ուտես նորմալ աշխատում է, լտենամ նորմալ է աշխատում, ուրա շատ գիտեմ, չի աշխատում աղբեր, հենա, լավ աշխատում է նորմալ, սո, հալալա, բան այ աղբեր, դարել ենք կոֆեմաններ վիդեոների մեջ, ինչ անակնկալ արող, կոֆե դնող եմ դարձը աղբեր, Քոնեն դնցը հավեսով նկարում ես, որ կոֆե եմ դնում։ Էսի բան է, էլի, թույների բիրիկնոց է։ Ստեղ, երբ որ մի կողմում բանջարեղենն են վաճառում, մյուս կողմում բանջարեղենը լավ աճեցնելու նյութերը, որտեղ աշխատում է իմ բանակին երրորդ մեծ աղբերը, իրա պապան, բայց մեծ աղբերը էլ։ Այսա կլնի կոֆեն։ Բան չմնաց։ Հեսա կլնի, տեսեք արդեն բլբլտոց կա, ես էլ մի ուրիշ համի կոֆե է, ընկերներ սա թունաքիմիկատներով հագեցած կոֆե է, եթե ունենանք մանրադիտակ կտեսնենք թե օդում ինչքան բաներ են, մանրեներ են, թունաքիմիկատներ են շրջում, ես արդեն զգում եմ դրանց արկայությունը, որովհետև գլուխ սպառած։ Սուրճը պատրաստ է, արդեն բաժակները վերցրած է, ես բանով եմ խմում Պեսոկով։ Պեսոկ լցելու ձև եմ ցույց տալի, նայ։ Այսինչ ցանում, եթե արկա չի գտալը, թեկուզ որ մանգամ կգտնեմ հավես չեմ անում, քեզ էլ լցեմ։ Չորսը դե դառը թողլի, ոչինչ։ Սրանք կարաս սենց վերցես։ Լավ, ես կվերցեմ։ Գնացինք։ Շեֆ կոֆեն պատրաստ է։ Հեսա գալիս եմ մի խաղ։ Ուր ես գալի, հելն ենք դուս։ Դեսովի տաղեք ենք։ Բա խոսած եք, գյալաջի արեք, շպվեք։ Ընկերներ, եկած չեկած մեր կարգերն ենք ինչա, թելադրում այստեղ, ընկերներ։ Աղբեր ես ստեղ ուզում եմ դնեմ, անեմ ես գործը։ Հիշում ենք, որ Էսյանը պեսոկներն է։ Ես իմ պեսոկը պեսոկ եմ, դու քո պեսոկը պեսոկի։ Կարեն աղբեր դու դարն էիր, չէ խմում։ Հա, դարն է, չէ խմում։ Հա, ես էլ քաղցր եմ, ավել եմ քաղցր անում, ոչինչ։ Ահա ընկերներ, աշկաչափի ուժը հովտաշատում։ Աշկաչափի ուժը հովտաշատում կրկնում եմ։ Իսկ այնտեղ հովտաշատի շուկան է, բազարը, հովտաշատի բազար։ Ընկերներ, ես գնամ սա արագ լվանամ, որ հանկարծ Կարեն մեծ աղբերը ինձ չշշի։ Հա։ Իմ համարում ես ինգեր։ Հա, ոնց որ։ Ոնց որ։ Կարծես թե ունեմ, ի՞նչ է պետք։ Համարս կտաս մամային, որ ինչ անհայտ բան պարզ չնինան զանգի։ Հա, բա ջուրն ուրա էսի մի հատ բան անեմ։ Դրա հետ գործ չունես, տեղ բան աշխատող ունենք։ Դե լավ։ Խապում է ինքն։ Բայց ես լուր կմնամ։ Հա? Ինչա? Ոսպ? Չէ, աղբերես, սրա վրա կարդա տես ինչա։ Օֆերտա։ Աղբերես, կոնիկի մի միներալի։ Կոնիկի մի միներալի, աղբերես։ Լվիչ որ Հա, տեսար աղբեր, 66 կիլո, հիմա արի ես տենամ ինչքան է, 66, 55, 66,000 դրամ է, լավ, կան տենամ, ես նի հարել եմ 1 կիլոգրամ, 83 կիլոգրամանոց երիտասարդը շրջում է Հայաստանում։ Մի հրաշք մարդու կառուցած տեղ ենք ուզում ձեզ ցույց տանք։ Տեսեք, ձկնաբուծարան, որը հերվից կարծես մի գեղեցիկ շատրվան լինի։ Շատ գեղեցիկ է։ Սա արվում է թթվածնով հարստացնելու համար, որպեսզի ձկները թթվածնով հարուստ լինեն եւ լավ միս ունենան։ Մեզ համար դարձյալ։ Ընկերներ, այս հատվածը Հայաստանի Հանրապետության նսնուցում է բառից բուն իմաստով։ Ինչի համար մեծ շնորհակալություն բոլորիդ Արարատյան դաշտավայրի աշխատասեր ժողովուրդ։
Երգիրը մեզ է սպասում Ուլալիս ու էտանցիր բարդ ու դժվար ճանապարհ Ուլալիսին սրտաբաց շիտակ